Բացառիկ ցուցադրություն Մատենադարանում, ընծայաբերման սրահում մի քանի տասնյակ արժեքավոր մատյանների մեջ իր յուրահատուկ լույսով փայլում է Շուրիշկանի հրաշագործ ավետարանը։ Փրկության ուղի անցած Սուրբ Գիրքը հայտնի է նաև Պապ Կարմիր Սուրբ Բարսեղ Կեսարացի անուններով, գրվել է 1498 թվականին Վանի Քաջբերունի գավառի Ասպիսնակ գյուղում։ Շատ մեծ համբավ ունեցող ավետարան է, այն ունի ախտահալած եւ խնդրակատար ավետարանի համբավ։ Դարեր շարունակ Շուրիշկանի ավետարանը վերապրելով մեր ժողովրդին պատուհասած արհավիրքները եւ աստվածային հրաշքով հաղթահարելով տարբեր փորձություններ, կարծես դարձել է յուրատեսակ հոգեվոր պատվար բազում սերունդների համար։ 322 թերթ ունեցող վայելչագիր պատկերազարդ մատյանը պահպանվում է Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում որպես հայ մատենագրության յուրահատուկ նմուշ։ Պահպանվել են 3 ավետարանիչների մանրանկարները, կիսախորան անվանաթերթերը, հարուստ է բազմաթիվ լուսանցազարդերով եւ լուսանցային մանրանկարներով։ Եվ ինչպես տեսնում ենք, ձեռագիրն ունի ականակուռ, շքեղ, արծաթե կրկնակազմ։ Մատյանի անցած ճանապարհը հայերի ճակատագիրն է հիշեցնում, ահա թե ինչու ժողովուրդը յուրահատուկ նվիրվածությամբ է սրբացնում այն։ Գրված լինելով վասպուրականում այն հայտնվել է Պարսկաստանի Փերիա նահանգի Շուրիշկան գյուղում։ Ինչպես գիտենք, 1603-1604 թվականներին թուրք-պարսկական պատերազմի տարիներին տեղի է ունեցել Սեֆյան հարստության 5-րդ արքա Շահ Աբասի կողմից շուրջ 500,000 հայերի տեղահանություն բռնի տեղահանությունը դեպի Պարսկաստան։ Եվ ահա այս տեղահանվածների մեջ է եղել նաև Տեր Գրիգորի ընտանիքը, որն էլ իր հետ ավետարանը տեղափոխել է Պարսկաստանի Փերիա նահանգի Շուրիշկան գյուղի Սուրբ Բարսեղ Կեսարացի վանք։ Այստեղից էլ ավետարանի հայտնի անվանումը Շուրիշկանի ավետարան։ Գաղթի ճանապարհին ավետարանը հատուկ այծի կաշվից կարված անջրաթափանց տիկով ուսերին են կրել գաղթականները։ Ըստ Տեր Գրիգորի ու հավատավոր ժողովրդի ավետարանի զորությամբ են նրանք կարողացել ձեռք-ձեռքի հաղթահարել Արաքսի ջրերը, բռնագաղթի դժվարին եւ դաժան ճանապարհը։ Ըստ ավանդության Պարսկաստանի Փերիա գավառի Շուրիշկան գյուղի Սուրբ Բարսեղ Կեսարացու վանքի տարածքում այլադավանների հալածանքներից պաշտպանելու համար հավատացյալները ավետարանը թաղում են։ Ուռենու ճյուղ են տնկում մոտը, որպեսզի հետո կարողանան հեշտ գտնել թաքստոցի վայրը։ Ըստ ավանդազրույցի 7 տարի անց, երբ արդեն խաղաղություն է տիրում, ժողովուրդը վերադառնում է իր բնակավայր, անմիջապես շտապում են հողե թաքստոցից ազատելու իրենց սրբությունը։ Եվ օզարմանք տեսնում են, որ ավետարանի թաքստոցի վայրում ուռենին արդեն ուռենու ճյուղը դարձել է ծառ ուռենի, իսկ թաքստոցի վայրում աղբյուր է գոյացել, ջուր է հորդել եւ աղբյուր գոյացել։ Շտապում են հանել ավազե թաքստոցից եւ տեսնում են, որ ավետարանը միանգամայն անվնաս է եւ անվտանգ։ Երկար դեգերումներից հետո ավետարանը բերվում է Հայաստան, այն տեսնելու, դիպչելու եւ աղոթելու համար ուխտավորները աշխարհի տարբեր երկրներից մշտապես այցելում են Մատենադարան։ Թե որն է այս մատյանի զորությունը, հոգեվորականն է ներկայացնում։ Սրբությունների զորությունները դա իհարկե Աստծո խոսքն է միանշանակ։ Մենք ոչ թե ավելի շատ միտված ենք, որ ասենք ինչ բանը հրաշք տեղ ունենա, բայց ամեն օրը հրաշք է, արևը ծագում է հրաշք է, ծառերը հիմա գարուն է, սկսում են բողբոջել հրաշք է։ Մեզ համար կարևոր է փրկությունը, այն փրկությունը, որ Աստծո խոսքն է եւ Շուրիշկանի ավետարանը ամփոփում է իր մեջ։ Այլադավանների մեջ ապրած համայնքները մեծ հավատով են իրենց հույսը քրիստոնեության հետ կապում, ասում է Տեր Շահեն, եւ իրենց սուրբ ավանդույթները փոխանցում են սերնդեսերունդ, այդպես է նաեւ Շուրիշկանի ուխտավորների դեպքում։ Սերնդեսերունդ այդ սրբությունը փոխանցվում էր պապիկից թորնիկից ծորներ եւ այլն, եւ հիմա այդ սերունդները գալիս են եւ Շուրիշկանի ավետարանին իրենց երկրպագությունն են մատուցում եւ հատկապես շատ մեծ տոնախմբություն է լինում Մունիում, երբ կրկնազատիկին Մատենադարանից քահանան գալիս է իր շուրջառով, վերցնում է ավետարանը, երկրպագում եւ տանում
եւ ավետարանը այդ ավետարանը մասնակցում է պատարագին եւ պատարագից հետո ինչպես Քրիստոսի մարմնի ու արյան հաղորդում ենք մենք հաղորդություն ենք ստանում հասուգինու կերպարանքով այդպես ավետարանին երկրպագելով մարդիկ ստանում են իրենց իղձերը ցանկությունները եւ իհարկե փրկության հույսը Խնդրակատար հրաշագործ ավետարանը տեսնելու հաղորդակից լինելու համար բացառիկ հնարավորություն ունեք այցելելու Մատենադարան մինչև ապրիլի 10-ը։ Արևիկ Սարդարյան, Բեն Անտոնյան, Արմալուր։